Այսօր Հայազգային կոնգրեսը Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ կազմակերպել էր տոնական միջոցառում։ Միջոցառման մասնակիցներին շնորհավորական խոսքով դիմեց կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը։ Շատ սերունդներ, շատ ազգեր են պայքարի անկախության համար։ Շատ սերունդներ, շատ ազգեր հալվել, մաշվել են այդ ճանապարհով։ Մեր սերունդը բախտավոր է, մենք երջանիկ ենք։ Մենք պայքարեցինք եւ կարողացանք հասնել մեր երազած անկախությանը, հասնել մեր նախնիների սիրած անկախությանը, մեր ազատամարտիկ տղերքի սիրած անկախությանը, բոլորի երազ, մուրաս անկախությանը։ Եվ մեր կյանքը, մեր կենսագրությունը կապվեց պայքարի հետ, ազատագրական պայքարի հետ, պետություն կառուցելու ժամանակաշրջանի։ Մենք երջանիկ ենք բոլորս, որ այդ պայքարը մեր կենսակերպն է, մեր ապրելու ձևն է եւ մեր ապրելու իմաստն է։ Մենք այդ իմաստով ապրում ենք, ապրելու ենք մինչև վերջ եւ գլուխներս կդնենք հանգիստ, որովհետեւ ազնիվ, բարոյական հայրենիքի կերտման գործին ենք նվիրվել։ Շնորհավոր կրկին բոլորին, շնորհավոր։ Մեր անկախությունը դժվարություններ տարավ, ցավոք սրտի նույն օրը, նույն ժամին Սերժակերպու ռոբատեսակներ պայքարելով անկախության դեմ տոն են նշում, իրանք կալենդարի օրն են նշում, ոչ թե անկախությունը։ Իրենք հիջրի հեճուկս են նշում, խորոց սրտ են նշում։ Մեզ համար սա բովանդակություն է, մեզ համար սա ձև չէ, մեզ համար սա ապրելու ձև է, մեր ապրելու իմաստն է, մեր տեսակն է։ Եվ այդ տեսակը, այդ ոգին մենք սերունդին կփոխանցենք։ Այսօր ես դալիճում անկախություն կերտածների սերունդ է եւ մեր կողքին է նաեւ 2008-ի նոր սերունդը։ 25 տարի հետո եկող ջահելները, որոնց հաճույքով, պատվով մենք այս գործընթացը կշարունակենք, կհանձնենք իրենց։ Միջոցառմանը ներկա էին կոնգրեսի առաջնորդ Հայաստանի հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Գերագույն խորհրդի իսկ Ազգային ժողովի նախկին նախագահ Բակեն Արարքցյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, կոնգրեսի եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, մտավորականներ։